Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Բարեկամներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ուտեստներ այն շարքից, որ մենք կոչել ենք Մարգագետնից խոհանոց։ Եվ այսպես բարեկամներ, ուտեստը, որ պատրաստելու ենք, կոչվում է ոչխարի միսը սպանախով, այսինքն ապուր ոչխարի մսով։ Բնականաբար գարան միս, սպանախ, կարող ենք օգտագործել նաև բազուկի ճաղ, կօգտագործենք սող, ձեթ կամ յուղ, որը որ դուք կընտրեք, կունենանք աղ, պղպեղ եւ ինչպես միշտ մենք հատուկ համեմունք ընկույզից եւ սխտորից։ Շատ արագ, շատ հեշտ, շատ հասկանալի ուտեստ է։ Սկզբի համար պիտի անպայման լավ տաքացնենք կաթսան, դաղենք ձեթը կամ յուղը։ Բարեկամներ, եթե հարկ լինի այս ուտեստը պատրաստել դմակի վրա, իսկ դա այդպես է, կարելի է նաև միսը տապակելիս կարող ենք մեծ կտոր սխտոր գցել, որպեսզի մսի դմակի համը, որը իր բնական համն է, բայց ոչ բոլորն են իհարկե դա սիրում, այդ ժամանակ դմակի համը արտահայտված չի գալիս։ Միսը սկզբից տապակել, նոր տապակման ժամանակ սոխն ենք տապակում եւ հետո արդեն հավաքում ենք ամբողջ այդ ուտեստի մասը։ Միսը անմիջապես պետք է շրջել, որ բոլոր կողմերից կեղևապատվի։ Տաք պիտի լինի կաթսան, պիտի դաղված լինի յուղը կամ ձեթը եւ հետո արդեն ամեն ինչ լինի այնպես ինչպես հարկն է։ Սոխ ենք կտրատում։ Միսը մի քիչ դաղվելուց հետո սոխը մսի հետ պիտի տապակենք։ Կերևապատեցինք միսը։ Հիմա ավելացնում ենք սոխը։ Այսպես սոխով ծածկենք։ Մի քիչ պիտի աղանենք։ Մենք պղպեղը օգտագործելու ենք խոշոր չորացված պղպեղ, նախապատրաստենք սպանախը, ձեռքով պիտի կտրենք, մինչ ժամանակ ունենք, պատրաստենք նաև համեմունքը, 2 պճեղ սխտոր, ընկույզ եւ այս ամենի հետ պիտի ավելացնենք նաև կանաչի, սա ըստ ճաշակի պիտի օգտագործենք։ Սա պիտի տեսնենք, թե սպանախի հետ որ կանաչին է սազում կամ միգուցե սպանախի, միգուցե գարան մսի, այնպես որ մենք ունենք ընտրության լայն հնարավորություն։ Ես գիտեմ, բոլորը սպասում եք, որ ես ասեմ, ինչ կանաչի եմ օգտագործելու։ Կօգտագործենք ծոթրին, ցիտրոն։ Ես ցանկացա համադրել գարան մսի հետ։ Լավ է շատ։ Այս ամբողջը խառնեցինք, ավելացնում ենք մի քիչ աղ, ավելացնում ենք համեմի սերմ, մի քիչ սև պղպեղ, մի քիչ կարմիր պղպեղ աղացված, խառնում ենք այս ամբողջը, ունեցանք արդեն այն համը, որի համար մենք աշխատում էինք։ Համեմունքը տեղափոխենք ափսեի մեջ։ Միսը տապակվում է, սոխը տապակվում է, այստեղ մենք
մսի եւ սոխի աղի այսպես համադրություն ստացանք միասին տապակելով հիմա մի քիչ այս համեմունքից եւ սպանախը մի քիչ շոգ է խաշվի միասին Հիմնական աշխատանքը արդեն մենք իրականացրինք, ավելացնում ենք ջուր եւ մեկ հատիկ ամբողջական գծու պղպեղ չոր եւ սպասում ենք ուղիղ 8 րոպե 8 րոպե հետո ուտեստը պատրաստ է Բարեկամներ ուղիղ 8 րոպե ուտեստը արդեն ավելի քան պատրաստ է ավելացնում ենք այս ամբողջ համեմունքը համ պիտի հաղորդենք ուտեստին համեր պիտի հաղորդենք որ ուտեստը ունենա համ հոտ ծածկեցինք վերցրեցինք կրակից եւ այս գեղեցիկ կավե ափսեների մեջ հիմա կմատուցենք Չգիտեմ նույնիսկ ինչպես փոխանցեմ այս համերի զգացողությունը Ահա բարեկամներ այս ուտեստն էր որ մենք ձեզ հետ միասին պատրաստում էինք նորից հիշեցնեմ ուտեստը կոչվում է գարան մսով սպանախով ապուր օգտագործեցինք գարան միս սոխ մի քիչ սխտոր ընկույզ սպանախ, պղպեղ և մեր ամենակարևոր և ամենահիմնական համեմունքը, մեր սերը և հոգու ջերմությունը, ստացանք այս լավ ապուրը։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ առիթից օգտվել և հիշեցնել ձեզ, որ մենք շուտով կունենանք մի լավ նորություն, այն ինչ մենք արեցինք Մարգագետնային խոհանոց, այդ գիրքը շուտով կտպագրվի և բոլորդ հնարավորություն կունենաք ձեռք բերել այդ գրքից, քանի որ շատ ու շատ են արձագանքները եւ ես նորից կրկնեմ, որ սա խոհարարական, այսպես աշխարհում բացառիկ երևույթ է, որևէ ազգ այդպիսի այդպես մարգագետնային խոհանոց առանձնացված չունի։ Այսքանն ենք այսօր պատրաստել ձեզ համար հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ, որ մեր յուրաքանչյուր հանդիպում ունենա նպատակ եւ այդ արդյունքը, այդ նպատակը լինի այն, որ մենք լինենք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսյուն բարեկամ։ Ոչխարի միսը սպանախով։ Սպանախ 200 գրամ, ոչխարի միս 150 գրամ, սոխ 25 գրամ, կարագ 25 գրամ, սխտոր 1 բջեղ, ընկույզ 30 գրամ, ցիտրոն, աղ, պղպեղ։ Բարյախորշակ։